Բարի լույս սիրելիներ, լավ եք։ Ինչ լավ, բավականալ աշխուժ եք, ադի լավ նշան է։ Սիրելիներ, ինչպես գիտեք, եկեղեցվում մեջ փամը չի բադահիր, բադահելուսի ու։ Եվ այդ մեկը գբարդինք մենք Սուրբ Հոգու ներկործության, որ մեր բոլոր հայրերուն մեջ, սուրբերուն մեջ կործած է և այնպես հաստատած է Սուրբ եկեղեցվո կյանքը, որ ամենօրյա թրությամբ գեղեցիկ կերպով մեզի փոխանցեն քրիստոնյա ըլլալու կյանքի ճշմարտությունը։ Այս վիկենդին քանի օրեն մենք ինչ կդոնենք, երկու հիմնական դոներ կան։ Զագազարդ, բայց զագազարդեն առաջ Ղազարոսի հարության հիշատակը։ Ոչ թե Ղազարոսի հարություն, Ղազարոսի հարության հիշատակը։ Մենք բահկը սկսանք, եթե գհիշեք, ինչ դոնել է հետո, Փարեգենթան դոնել եմ հետո։ Փարեգենթանը մեզի համար հիշեցումն էր այն բոլոր փարիքներում, որ մենք կվայելեինք մեր հոր, մեր դիրոջ, մեր աստուծույն Հովանու ներքո։ Բայց Փարեգենթանը նաև հիշեցում է մեզի, որ մարդ արարածը ուզեց ինքը աստվածանալ։ Աստուծո ըսավ դեր ես քո դիրությունը չեմ ուզեր։ Ես քո աստվածությունը չեմ ուզեր ճանչնալ եւ ուզեմ ես աստվածանալ իմ գամքիս, իմ մարմնիս, իմ կյանքիս դերը եւ աստվածը դառնալ։ Աստված, որովհետեւ հայր է, չուզեր ինքզինք բարդատրել իր որդուն վրա, թույլ գուտա որ որդին իր ուզածը ընե, որպեսզի գարենա կյանքի փորձառութենեն սորվիլ, թե ինչ կնշանակե իր հոր հովանավորութենեն հերու ապրիլ։ Եվ որովհետև մեր ճշմարիտ հայրն Աստված սովորական առումով երկրավոր հայրը չէ, այլ կյանքի աղբյուրն է, հույսի, լույսի, քաղցրության աղբյուրն է, ոչ թե գսիր է ճշմարտախոսությունը կամ ճշմարտախոս է Աստված, ոչ թե գսիր է Աստված, ոչ, Աստված սերն իսկ է, աղբյուրն է, կյանքն իսկ է, ոչ թե միայն սովորական ուրմով կյանք բարգևողն է, եւ որովհետեւ գերանաս կյանքի աղբյուրեն, խաղաղության աղբյուրեն, ճշմարտության աղբյուրեն, կյանքը ինչ կլա, բնականաբար գդրված այդ ճշմարտութենեն այդ աղբյուրեն, ու կյանքդ գլեցվի մահվամբ, գլեցվի սդախոսությամբ, գլեցվի չարությամբ, գլեցվի խաբեությամբ։ Եվ բայց ճիշտ այս գեղեցիկ խորհուրդեն մեկնած սիրելիներ, պետք է դիտենք մեր բահեցողության ամբողջ ընթացքը։ Այս բոլորը ունեինք, գործընծուցինք եւ գսկսի բահեցողության ժամանակաշրջանը։ Գվերջանա ինչպես Սուրբ Ղազարոսի հարության իշադակով, ոչ թե զադիգով, բահկը գվերջանա Ղազարոսի մահվան իշադակով եւ զարգազարդով։ Ինչու այս մեկը կարևոր է։ Կարևոր է, որովհետև մինչ բահկը գսկսի այն հիշադակումով, որ թուն ամեն բան գվայելեիր, բայց չուզեցիր, մերժեցիր, գործընծուցիր եւ անաբադային քու կյանքը դսկսավ, այդ կյանքը գշարունակվի իր դժվարություններով, իր չելենջներով, իր փորձություններով եւ գահասնի եւ գավարդի այդ կյանքը ինչպես ոչ թե այդ մահակունի մեջ մնալով, այլ արթնալով, հարություն առնելով Ղազարոսին պես եւ մուտք
կորձելով Երուսաղեմ, որովհետեւ զարգազարդվենք, բայց Երուսաղեմ ոչ միջին արևելքի մեջ եղած Երուսաղեմը, այլ ճշմարիտ Երուսաղեմը, որ մեր բոլորին թռները բացած գսպասե, որ մենք վերադառնանք, այսինքն, որպես սրկելը պիտի առնենք այս մեկը, այստեղ էինք Տիրոջ օրհնության ներքո, չուզեցինք, հեռացանք, գործընծուցինք, ապրեցանք մեր կյանքը ամբողջ, իր զզվելիություններով հանդերձ, իր չարություններով հանդերձ, եւ կյանքը մեզի գարաշնորհի դեպի մեկ ուղղություն, եւ կվերադառնանք դեպի այն վայրը, ուր մենք կվայելեինք ամեն բան, որն է ճշմարիտ Երուսաղեմ։ Բայց հոն հասնելու համար մենք պետք է հարություն առնենք։ Չենք կրնար մեր մահացած վիճակի մեջ, որ մեր մեջ մտավ զաստված մերժելով, չենք կրնար այդ նույն ընթացքով մուտք կորձել վերստին, դեպի Աստծո ճշմարտությունը, դեպի Աստծո բնակավայրը, դեպի երկնային Երուսաղեմ։ Հիմա ընդհանրապես մարդիկ մի շփոթի մատնված են, թե բահկը գավարդի հարության դոնին, ոչ։ Մեծ բահկը և ավակ շաբաթը դարբեր պահեցողությունները, բայց հետևյալ ձևով պետք է դիտել։ Մեծ բահկը zoom out, հերվեն մարդուն կյանքի շրջակիցը կդիտե, իսկ ավակ շաբաթը zoom in, մոդենալով գտիդե մարդուն կյանքը։ Եվ ինչ է ադիգա, եթե ոչ Հիսուսի կյանքը երկրի վրա։ Այսինքն զումին վիճակով եթե պիտի դիտենք, մոդեցված վիճակով եթե պիտի դիտենք մարդու կյանքը, ամբողջությամբ կխդացվի ավակ շաբթվան ընթացքին։ Եվ անորամար մենք հիշադակումներ գնենք այդ շաբաթվան ընթացքին։ 10 գուսանած, մենք իմաստուն գույսերն ենք, իմաստուն հետևորդներն ենք, կամ դխմար։ Ճանապարհ ելած ենք եւ ետ կվերադառնամ zoom out վիճակին, բայց սկիզբը, երբ որ զաստված գուրանանք, բարի կենդանութենեն կհեռանանք, այդ ճանապարհորդության մեջ կմտնենք։ Մենք այդ ճանապարհորդության ընթացքին իմաստուն գույսերն ենք, կամ հիմար եւ դխմար գույսերն ենք։ Այդ ճանապարհորդության ընթացքին ինչպես կաբրենք եւ կպատրաստվենք, որովհետեւ դոգանք եւ թիմանանք ամեն դժվարություններում, գործություններում եւ արգելքներում եւ բادرազներում, հետերնից հարկ ու պատշաճ լիցքավորումը, զենքերը, պաշտպանությունը արած ենք, կամ մորցած ենք մեզի հետ յուղ առնել։ Այդ բարակային ճամփուն գեսը կմնանք, կգործվենք։ Մեր ճանապարհը ուրիշ տեղ երթա միայն դեպի ավելի խավար։ Հետո մեզի կուկա Տիրոջ հետ ընտրելու ճշմարտությունը։ Տիրոջ սեղանագից ըլլալու այդ շնորհքը, որ մենք ամեն գիրագի կվերաբրենք, բայց ադոր հարկը կճանաչենք, Հիսուսի այդ սեղանագից դառնալով հանդերձ իր խոսքը կկործատրենք մեր կյանքի ընթացքին, թե բարձրապես շրթներով զինք որպես դեր եւ առաջնորդ եւ ուսուցիչ եւ վարդապետ կթավանենք, թե հութային պես ամենօրյա թրությամբ այդ սեղանին բազմած ըլլալով հանդերձ գուրանամ իմ դերս։ Հակառակ որ իմ դերս իմ թիմացս զունգի եկած, մարդուն թիմաց զունգի եկած գլվա եւ գսրբե քեզի, տուն պատրաստ ես ընդունելու այդ մաքրություն եւ սրբությունը։ Ոչ թե նորեն ոտքովդ պիտի հրես եւ պիտի ասես ես իմ քիծածես ետ չեմ մնալ։ Ու քա Տիրոջ չարչարանքի հիշատակը, ցերփակալության հիշատակը, մենք ցերփակալել կուտանք շատ անգամ Քրիստոս, մեր իսկ ապրելակերպով, կհեռացնենք տեղը մեզ մեր,
կչարչարենք դերը ամենօրյա թրությամբ, մեր խստասրդությամբ, մեր ակահությամբ, մեր քողություններով, մեր սդախոսություններով, մեր ինքնասիրությամբ, մեր ամփարդավանությամբ, մեր թրամասիրությամբ։ Գրնանք այդ օրվան քահանայապետներուն պես եւ քահանաներուն պես եւ փարիսեցներուն պես խապել մենք մեզ սևով որ մենք հոգևոր ենք, բայց իրականության մեջ միմիայն մեր դերը կմատնենք չարին ցերկը, կմատնենք մահվան ցերկը, չարչարանքի ցերկը։ Հետո գուքա նաև մեր չարչարանքի պատկերը, կյանքը թյուրին չէ սիրել։ Եվ Աստված գիտե ամեն մեկուս կյանքի մեջ եղած խաչերը, որ մենք մեր ուսերում պետք է առնենք։ Եվ եթե չենք առներ, ադի մեր հանցանքն է, որովհետև դերը մեզի ուժը, կարողությունը, իմաստությունը բարգեված է եւ մեգումը կարողութենեն անտին խաչը չի դարիրել։ Ուդա այնքան որքան որթուն գրնաս շալգել, որովհետև մեր դեր Աստվածը չուզեր որթուն ջզմվիս դժվարության դակ։ Այն ընդհակառակը ուզե որթուն կու կարողությանը չափով, այդ խաչը դանելով մաքրես տուն քեզ, սրբվիս, գիտնաս արժեքը փարի, գիտնաս արժեքը խաղաղության, գիտնաս արժեքը ճշմարտության, գիտնաս արժեքը հանգիստի։ Բայց մենք այդ մեկը գնենք, կամ աշակերտներուն պես կփորձենք ցկել դերը այդ դժվարության մեջ առանցինն եւ հեռանալ եւ փախչի եւ ասել ինձ ինչ է չեմ ճանչնացինք։ Բայց մի շիշեցեք սիրելիներ։ Իսուս այո կխաչվի, կմեռնի եւ քերեզման կտրվի, բայց քերեզման չի մնար։ Իսուս քերեզմաններեն դուրս ուքա գջզմե չարը, գջզմե մահը, գջզմե ամեն տեսակի ուժեր։ Վայ եկեր է այն մարդուն, որ մյուս ուժերուն գողքին գեցած դիրոջ հետ գբայքարի, որովհետև անորան վերջը բարդություն է։ Հիմա կվնե ուստի սիրելիներ, հավասիկ այս երկու երեսներով կյանքի, իրենց խդացյալ և մոդեցված, ավակ շապտվան պատկերով թիդենք կյանքը, և թիդենք իրենց ավելի հերացված, zoom out վիճակով թիդենք կյանքը, և դեսնենք ուր էինք, և թեպի ուր գքալենք։ Այն խոսքով, հիմա որ բահեցողությունը քրեթ է վերջացավ, մեծ պահքը քրեթ է վերջացավ, մեյմը երբ որ դուն երթակ հարցուսեք դուք ձեզ, ինչ փոխվեցավ ձեր մեջ, դուք ձեզի հարցուսեք, մի խապեք դուք ձեզ, ինչ փոխվեցավ, միայն ծուգեն բանիրեն միսեն հերացակ, վախ եմ ասել, վախ եմ ասել, որովհետև եթե կգարցեք, որ այդ միսով դուք Ղազարոսի պես հարություն պիտի առնեք, եթե կգարցեք, որ այդ միսով Քրիստոսի հետ պիտի գարենակ դոգալ չարչարանքներուն թիմած, թիմանալ այդ բոլորին և հետը հարություն առնել և մուտ կործել ճշմարիտ Երուսաղեմը, կնշանակե, որ դուք բարձավես խապած եք դուք ձեզ։ Հարցատրեցեք դուք ձեզ սիրելիներ։ Այս բայեցողության ընթացքին բարձավես իմ արդակին հոգևոր ժամերս ավելցան, թե իսկապես ներքնաբես ես փոփոխություններ գրեցի մեջս, ավելի սիրելը սկսա, կյանքեն ավելի քաղցր համը սկսա առնել, հակառակ բոլոր դժվարություններում, ավելի իմաստուն կշարժիմ այլևս, դարբեր կդիտեմ կյանքը, ավելի գարեգից եմ ուրիշի, ավելի քիչ սուտ կխոսիմ, ավելի քիչ կզրբարդեմ, ավելի քիչ կփամփասեմ,
Այս բոլորը եթե չկան, այս ճանապարհորդության մեջ կնմանիկ հիմար գույսերու, որ ճամփուն գեսին իրեն ճամփան արդեն գործընծուցին։ Չգրցան հասնին հոն, որ պիտի հասնին։ Թուրը թագեցին և ներսեն դերը պատասխանեց կացեք, ես սեզ չեմ ճանչնար, ով եք դուք։ Չնմանիք ադոն սիրելիներ, բոլորս ալ ընելիք ունիք մեր կյանքի մեջ։ Եվ ուստի այս ճանապարհորդության երկու պատկերները եկեք մնայուն գերբով մեր մտքի մեջ վահենք։ Տեսնենք, թե մենք թեպի ուր գերտանք։ Դուք բոլորը թարգարցեմ ինքնաշարժ կխշեք, կամ կոնե ձեր զավակներուն հետ ինքնաշարժ կնստիք։ Երբ որ անձանոտ դեղը կուզեք երթալ, ամենեն թույլին բանը navigation-ը գտնեք և ադոր կհետևիք։ Մեր հոգևոր կյանքի մեջ navigation-ները թրած և կհետևինք անոր։ Գուղվինք Քրիստոսի մեզի տված navigation-ի ճանապարհով, կամ մենք նորեն աթամ եւ այ օրինակով դիրոջ կսենք դու քիծած դրե, ես իմ քիծածը սլավ գիտեմ, ես իմ ընելիքը սլավ գիտեմ, ես իմ ապրելի գերբը սլավ գիտեմ։ Ուստի սիրելիներ, թող որ այս բայեցողության ժամանակահատվածը մեզի թաս ըլլա, որ ամենօրյա դրությամբ բայեցողութենեն հետո նույն ոգիով կարենանք խդացյալ երբով Քրիստոսի կյանքը ապրիլ մեր ամենօրյա կյանքի դրությամբ։ Հիմա քար շաբաթ մեծավ մասամբ բոլորըթալ շատ emotional գտարնանք։ Մանավանդ թաղման, արարողության, խաչելության, այդ խորհրդին մեջ բոլորըթալ լալու կսկսի, արցում կտաբեք, գմեղկանակ Քրիստոսին, բայց մեղկացեք դուք ձեզ, Քրիստոս հարություն արավ, ձեր կարգն է, դուք պիտի առնեք, մենք պիտի առնենք հարություն, ադոր մասին մտածենք, եթե գուզենք առնել, ճանապարհը հստակ է, գենցաղագերբը հստակ է, մեր Տեր Հիսուս Քրիստոս մեզի ադիկը ապրեցավ, ոչ թե միայն հրահանգեց, ինք ապրեցավ, նույն օրինակը ուստի մեր դիմաց ելքելա ամենօրյա թրությամբ, Քրիստոս պիտի դառնանք ամեն օր, մեր գործին մեջ, մեր տունին մեջ, մեր զավակներուն հետ, զանոթներուն հետ եւ օտարներուն հետ նույնպես։ Ուստի Տիրոջ իմաստությունը արադամեստելի մեր բոլորին վրա։ Թող մեզի սորվեցնե իսկապես թե ինչ կնշանակե Քրիստոս դառնալ ամենօրյա դրությամբ։ Ոչ միայն խաչեր գրել, ոչ միայն շրթունքներով թավանիլ, այլ կյանքով, էությամբ, սրտով, ջանով, ջիգարով քրիստոնյա դառնալ։ Որովհետև միմիայն այդպիսիներուն է, սիրելիներ, Տիրոջ խոստումը հարութենական և միմիայն անոնք է, որ պիտի շարանկեն մեր Տիրոջ հավիտենական թագավորությունը։ Ամեն։